Շնորհակալ եմ, նախ ողջունում եմ օրենքի նախագիծը եւ կարծում եմ, որ երեխաների պաշտպանության հարցում մենք որքան որ օրենսդրական նախաձեռնություններ իրականացնենք, որքան որ սա ինստիտուցիոնալացնենք, նաեւ միջազգային փաստաթղթեր վավերացնենք, այնքան օգուտ է երեխաներին եւ ծառայելու է նրանց լավագույն շահին։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում մի դեպք տեղի ունեցավ, որը վերաբերում էր մեր երկու գործընկերների հեռախոսային կոնտակտներին կամ մտքերի փոխանակությանը, որը մեծ այսպես տարածում է ստացել, ինչքան հասկացանք զանգվածային լրատվական միջոցներում։ Ես շատ ողջունում եմ իհարկե, որ զանգվածային լրատվական միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքական հանրային գործիչներին միշտ ուշադրության կենտրոնում են պահում եւ հանրայնացնում են անգամ այն, ինչ ընդհանրապես ուշադրության պետք չէր արժանացնել, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում օրինակ որոշակի դեպքեր, որոնք իսկապես պետք է եւ արժանի է, որ հանրայնացվեն եւ հասարակության ուշադրությունը գրավեն, բայց չգիտես ինչու, դրանք անտեսվում են։ Օրինակ օրերս այս քաղաքական լրահոսի, տեղատարափի, ինֆորմացիոն հարձակումների, հիբրիդային պատերազմի արանքում երևի ոչ ոք չնկատեց, որ 12-ամյա երեխա էր տնից փախել եւ որոնվում էր ոստիկանության կողմից, հետո երբ որ գտնվեց երեխան, պարզվեց, որ նա սեփական հոր կողմից ընտանիքում տևական ժամանակ ֆիզիկական բռնության էր ենթարկվել եւ իր բողոքը արտահայտելու համար կամ չիմանալով ում դիմի, ումից օգնություն խնդրի, որոշել էր պարզապես տնից փախնել, որը եւ առիթ դարձավ, որ այս մասին մենք խոսենք։ Հիմա Տիկին Ստեփան, երբ որ դուք խոսում եք, որ մենք պետք է ունենանք նաեւ համապատասխան հավատարմագրված կամ որոշակի մասնագիտական որակներով սոցաշխատողներ, ես կցանկանամ նաեւ այս համատեքստում, եթե հնարավորություն տրվի, նաեւ ասեք, թե օրինակ այս երեխայի հետ կապված ինչ եղավ, արդյոք երեխայի հետ հոգեբաններ են աշխատում, արդյոք ընտանիք որևէ մասնագետ գնացել է թե ոչ, արդյոք ընտանիքում բռնարարը որոշակի փոփոխությունների կամ տրանսֆորմացիայի ենթարկվելով ինչ որ միջոցներու դիմելու է թե ոչ, որտեղ մենք գիտենք, որ բռնարարները կամ առհասարակ մարդիկ սովորաբար չեն փոխվում, նրանք պարզապես բացահայտվում են։ Շնորհակալ եմ։